Չունեմ, շնորհակալություն։ Վիլեն Գաբրիելյան։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, ճիշտ ասած հարցս հանել է, բայց այնպես հետաքրքիր մի հատ պատասխան եք տվել այդ կոռուպցիայի հետ կապված, էլի։ Օրինակ լրիվ անկեղծ եմ ասում, օրինակ որ ասեիք, որ դե այն ժամանակ համակարգը տենց էր աշխատում, հա, դե մենք է ստիպված տենց էինք աշխատում, իսկ շու միտեղ կընդունեի դա, էլի։ Բայց երբ որ դուք ասում եք, որ եղել են վատ երևույթներ, բայց մենք տենց կապ չունենք դրա հետ, ես մի քիչ զարմանում եմ, էլի։ Նոր գործընկերներիցս մեկը տեղ ասաց, որ ասեցիք հիմա էլ կան երևույթներ, միանշանակ կան ու այդ երևույթները պետք է գնալ այդ ճանապարհով ու ոչնչացնել, այդ թվում նաև խորքում։ Համակարգային կոռուպցիան, հարցս ինչի մասին է, ըստ ձեզ համակարգային կոռուպցիա իրանից ինչ է ներկայացնում։ Երկրորդ հարցս, ձեր աշխատաժամանակ դուք տասնյակ տարիներ պետք համակարգի աշխատող եք եղել է համակարգային կոռուպցիա, թե ոչ, ու ես կարծում եմ, որ այդ հարցին դուք չեք կարող պատասխանել, որ ոչ չի եղել, եւ այդ կոնտեքստում երրորդ հարցս, այդ թվում նաև մատնանշել եք 0 հարկի բան եք, առաջարկ ունեք, երբևիցե համակարգում աշխատելուց ձեր վերադասներին առաջարկ արել եք, որ եկեք այս օրինակ հարկը սենց փոխենք, որովհետեւ կարծում եմ հասկանում եք ոնց են քաղաքական որոշումները կայացվում, երբ որ փորձագետները լավ առաջարկում են քաղաքական որոշում կայացնողներին համապատասխան մեխանիզմներ։ Եվ չորրորդը, կներեք ուղիղ պետք է հարցնեմ, երբևիցե կաշառք վերցրել եք, թե ոչ։ Վերջի հարցին փորձեմ պատասխանել, նման հարց ընդունում եմ անձնական վիրավորանք, պարոն Գաբրիելյան։ Հարցին չեմ պատասխանում, չի եղել նման բան, բնականաբար, չէր էլ կարող լինել։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, իմ դաստիարակությունը ինձ երբեք չի թույլ տվել, որ ես ինչ-որ արատավոր երևույթների մեջ լինեի։ Եվ ի սկզբանե, երբ որ տեղավորվել եմ աշխատանքի, իմ հայրը որոշել է, որ ես պետք է աշխատեմ անալիտիկ բլոկում։ Եվ երբ որ նայեք իմ կենսագրությունը, անալիտիկ վերլուծությունների բաժին, միջազգային հարաբերություններ, վարչարության մեթոդաբանության բաժին, համալիրի ստուգումների, ճիշտ է, վերջի պաշտոնավարումը եղել է Զվարթնոց օդանավակայանում։ Եվ այս առումով ես պատասխանատու եմ ինքս ինձ համար, որովհետև դուք ընտրում եք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս առումով հանգիստ եղեք, անհոգ եղեք։ Թե ինչ է համակարգային կոռուպցիան, ես դրա սահմանումը չեմ կարող տալ, իհարկե ենթագիտակցորեն պատկերացնում եմ ինչ է համակարգային կոռուպցիան, եւ երբ որ ասում եմ եղել են այդ արատավոր երևույթները, դա անձեն աշկով է երևում, երբ որ ես ասեմ չի եղել նման բան, մեզ հետեւող հայրենակիցները կասեն սա սուտ խոսան է։ Ոնց է կընտրում ֆինանսավարկային բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, պարոն Գաբրիելյան։ Հիմա էլ կան։ Եվ նորից պետք է անդրադառնամ ձեր ցուցակին նախընտրական։ Խնդրում եմ ուղղակի, առաջարկում եմ, մի հատ նայեք, այ կգտնեք հաստատ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, ես ամենևին միտում չունեմ ձեզ վիրավորելու, ես զուտ, քանի որ ձեզ չեմ ճանաչում, ձեզ ուղիղ հարց եմ տալի, որտեղ մի քիչ ես չեմ պնդում, որ դուք վերցրեք, ես հենց ակնկալում եմ, որ դուք պետք է ասեք ոչ, չեմ վերցրել, ես դա եմ ակնկալում ձեզանից, որպես նաև ընտրվող մարդ ապագայում, բայց խնդիրը հենց դրա մեջ է, համակարգային կոռուպցիան փորձեմ հասցնեմ հակիրճ նկարագրել ոնց աշխատում, առավել եւս որ նաև դուք միտված եք լինելու ձեր ապագա աշխատանքով համակարգային կոռուպցիայի հիմքերը քանդել, իսկ համակարգային կոռուպցիայի հիմնական հիմքը դա լղոզված մեկնաբանություն տեղ տվող օրենսդրությունն է եւ իրավական ակտերն են, որոնք որ հնարավորություն են տալի պաշտոնյաներին, որպեսզի այնտեղ որտեղ որ կան չափորոշիչներով որոշումներ պետք է կայացվեն, պաշտոնյանն է որոշում եւ վերջին ստորագրությունը իրանն է, տենց է համակարգային կոռուպցիայի հիմքը, իսկ հիմքը գնում է դեպի վերև, օրինակ դեպի Ավետիսյան Արմենա գնում հիմքը ժամանակին, ես ենթադրում եմ, որ տենց եղել ու վստահ եմ, որ ճիշտ եմ, բայց ես այնուամենայնիվ բավարարված եմ ձեր պատասխանով, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, մեկ անգամ եւս հավաստիացնում եմ, ինձ հետ կապված անհոգ եղեք, այո, ես իմ ջանքերը ներդնելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի քաղաքացու բարեկեցությունը ավելանա, իշահ մեր երկրի օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալու մեր թիմով հանդերձ, իդեպ մի շատ լավ գաղափար հենց նոր ծագեց ինձ մոտ, իհարկե այդ գաղափարը վաղուց կար, երևի ինքս կնախաձեռնեմ, ուրեմն վարչական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական ֆինանսական պատասխանատվության մասին օրենք պետք է երկրում ներդրվի մեր։ Եվ ես ձեզ կխնդրեմ քննարկենք միասին հետագայում։
Ռուբեն Մխիթարյան։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, հարցս պարոն Ֆարմանյանին է։ Պարոն Ֆարմանյան, ըստ ձեզ, ՀՀՇ ժամանակ եղած ժամանակահատվածում կոռուպցիայի համար ՀՀՇ պաշտոնյաների որդիները պատասխանատու են, թե չէ։ Պարոն Մխիթարյան, անկեղծ ասած, ես գտնում եմ, որ որևէ մեկը մյուսի համար պատասխանատու է, չեմ կարող ասել, ուղիղ պատասխանատու չի կարող լինել։ Այսինքն բարոյապես, չգիտեմ, այլ դրսևորումներով գուցե, բայց ասենք գործունեության պատասխանատվություն զուտ իրավական առումով չի կարող բայց իհարկե պատասխանատու է։ Հիմա ես իմ հոր համար պատասխանատու եմ, իմ հայրը իմ համար պատասխանատու է։ Հիմա մենք թիմի համար, թիմի համար պատասխանատու Պասը չվերցրեց։ Պասը չվերցրեց, բայց արձագանք, պարոն Մխիթարյան, կրկին փորձեք։ Ժորժ ջան, հստակեցնեմ, իմ բոլոր պատասխանները, ներողություն եմ խնդրում, պարոն Մխիթարյան, տեսեք, իմ բոլոր պատասխանների մեջ գուցե իմ նախկին աշխատանքի բնույթով պայմանավորված թե չգիտեմ ինչ, ենթագիտակցորեն իմ հարցերը, պատասխանները բաժանում են մի քանի մասի։ Պատասխան, որը օրենքից է բխում, այսինքն քրեա իրավական գնահատական չեմ կարող տալ, այն հարցերը, որոնք ինձ են վերաբերում, ունի պատասխան, եւ որը ընդհանուր գնահատականի խնդիր է, դա առանձին է։ Հիմա ուղիղ իրավական առումով հայրը որդու համար պատասխանատու չի, բայց գաղափարական առումով բարոյապես իհարկե պատասխանատու է։ Ես ոնց կարամ խուսափեմ իմ հորից կամ իմ հայրի ինձանից կամ յուրաքանչյուր նորմալ մարդ։ Արձագանք ունեք, չունեք։ Ճիշտ որոշում։ Արման Եղոյան։ Շնորհակալություն։